Շնորհակալ եմ, շնորհակալություն բոլոր հրավիրված կուսակցություններին, Աստված մեզ հաղթանակներ, մատուցի համագործակցություն, բերի մեզ հանուր մեր երկրի, հանուր մեր երկրի պետականության։ Մենք ունենք նաև ուրիշ ողջունի խոսք, Արի ջան, խնդրում եմ պատրաստվի, մենք սինվոլներին շատ չենք զգում, բայց սինվոլներ սիրում ենք։ Մեր կուսակցության հավաքագույն անդամը Մարգո Այվազյանը, որը 91 տարեկան է, մասնակցել է ինքը մեր բոլոր համագումարներին։ Տիկին Մարգոն հայտնի է, ես միշտ այս օրինակը բերում եմ հետևյալ իր ասույթով, ասում է ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ուր էլ ասես կգնամ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը գնա դժոխք, ես նրա հետ կգնամ դժոխք, որովհետև վստահ եմ ինքը դժոխքից դրախտ ճանապարհը կգտնի։ Եվ Մարգո Այվազյանը ուղերձ է ուղարկել, ողջույն է ուղարկել մեր համագումարին, եւ այդ սիմվոլիզմը պահելու սկզբունքով մենք որոշեցինք այդ ողջույնի խոսքը կարդալ մեր կուսակցության մեկ ամսյա անդամ 18-ամյա Արի Անդրանիկյանը իմաստը հետևյալն է, մեր երիտասարդները շարունակելու են մեր հավաքների գործը եւ ամենաերիտասարդը կարդում է ավագագույն կուսակցության ներկայացուցիչ ուղերձը։ Խնդրեմ Արի։ Լսվում է։ Ողջույնի խոսք։ Արդյունավետ աշխատանք մաղթելով ողջունում եմ համագումարի բոլոր մասնակիցներին եւ ինչպես նախորդ համագումարներում այսօր էլ ներկաներին ու բացականերին դիմում եմ սևակի բառերով կոչ եմ ապրողաց միացում այո միացում եւ համագործակցություն բոլոր առողջ ուժերի հետ որպեսզի ազատվենք այս չարիքից այս մոլագար բռնապետից իրադարձությունները ժամանակին ու ճշգրիտ վերլուծող մեկնաբանող գաղափարական պայքարի ուղուց երբեք չշեղվող մեր նվիրյալներին խնդրում եմ ձեռնարկվող միջոցառումներում ու գործողություններում անպայման ներգրավել երիտասարդությանը։ Ձեր գիտելիքները ու փորձը փոխանցեք նրանց անմիջական ու անհրաժեշտ աջակցությամբ ձեր համոզիչ ծրագրերով ավելի հաճախ եղեք մարզերում։ Հանցավոր թմբիրից արտացրեք ներքին ու միջին խավի մարդկանց եւ աններելի անտարբերության մատնված վայ մտավորականությանը։ Պետք է փակել բանսարկություն, բանտարկություն, ամենաստոր միջոցներով երկրավաճառ իշխանավորի ճանապարհը։ Չպետք է թույլ տալ, որ խաբված, ցավոք հիմա էլ խաբվող ժողովուրդը չգիտակցաբար մատիտի մի գծիկով նպաստի ու անգիտակից մեծամասնություն նվիրի ներքին ու արտաքին թշնամիներին, ապահովելով նրանց վերարտադրությունը։ Ուրեմն այդ ժամանակ այդքան չարիք թե մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ հայոց կարդան նախատինք, բայց ամեն ինչ ժխտող, բայց ուզում եմ հավատալ, որ բռնապետ խելագարին անպայման հեռացնելու նպատակով միավորող ուժերը միասնաբար հաղթանակ պիտի արձանագրեն։ Դրա համար էլ մեր կուսակցության սկզբնավորումից ի վեր շտատանվող անդամի իրավունքով հորդորում եմ այսուհետ եւս ամենուրեք վանկարկել մեր իմաստուն առաջնորդի Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ մեր ժամանակի Նոստրադամուս Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրեական ոգեշունչ վճռական կոչը։ Պայքար, պայքար մինչև վերջ։ Մարգո Այվազյան։